Նախ ես կարճ ուզում եմ անդրադառնալ առաջին հանրապետությանը, որ չգիտի պատմությունը, նամանավանդ դուք էլ այն շերտին եք պատկանում, որ պատմաբանեք լավ էլ գիտեք։ Առաջին հանրապետություն ստեղծել են դաշնակցական հայրերը, որոնք որ նվիրումի անձնական նվիրումի շնորհիվ եւ գիտեք Ղարաքիլիսայի Բաշապարանի Սարդարապետի հերոսամարտերը, այդ հերոսամարտերից հետո ստեղծել են առաջին հանրապետությունը, որը հարյուրամյակներ մեկ չենք ունեցել։ Պետականություն չենք ունեցել եւ այդպես առհամարական վերաբերվել առաջին հանրապետությանը, դուք եթե առաջին հանրապետությունը չներ, այդտեղ նստած կլնեիք։ Եվ կարևոր է որ մենք արժևոր ենք այն հաղթանակները, որ ունեցել ենք, որ դրա շնորհիվ է երկրորդ եւ երրորդ հանրապետությունները եղել։ Ես դրա մասին կարող եմ երկար խոսել, բայց քանի որ մի քանի հարց ունեմ եւ ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր ունեմ, հարցս հետեւյալն է։ Դուք պարոն Միրզոյան ասում եք, որ Վրաստանի հետ ունենք փայլուն հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ, աննախադեպ հարաբերություններ, բայց ամիսներ շարունակ մեր բեռնատարները կանգնած են Վրաստանում գյուղատնտեսական ապրանքներով եւ չեն կարողանում իրենց պարտականությունները, պայմանագրային պարտականությունները կատարել եւ բացյան երկրներ եւ ԵԱՏՄ երկրներ ապրանքը տանել։ Հարցս հետեւյալն է. արդյոք չեք տեսնում, որ այդտեղ կա քաղաքական խնդիր, այսինքն հենց այդ խնդիրն է պատճառ հանդիսանում, որ մեր տնտեսվարողները միլիարդավոր դրամների վնասներ են կրում եւ ի վերջո ասում եք գնում ենք հանդիպում ենք մենք էլ ենք տեսնում պատվիրակություններ ազգային ժողովի նաև վերջերս նաև Հայաստանում էր արտաքին գործերի փոխնախարարը այդ հանդիպումների ժամանակ ձեր վրացի գործընկերներին չեք ասում լավ ամոթայս ինչ եք անում տարանցիկ բեռը ոնց կարելի է ամիսներ շարունակ այդտեղ կանգնացնել եւ այսքան վնասներ հասցնել մեր գյուղատնտեսությունը մեկ Երկրորդ հարցը վերաբերվում է այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին։ Ամիսներ շարունակ ասում էր, որ այդ սահմանազատման սահմանագծման գործընթացը կսկսվի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այդ սահմանակետից, սահմանագծից։ Ինչ կա ի վերջո այս ուղղությամբ։ Ինչ պայմանավորվածություններ կա եւ ի վերջո այն ականազերծման աշխատանքները, որ արվում են սահմանին, մենք կարող ենք ենթադրել, որ նաև հաշվի առնելով այն նամակը, որ Ջեյհուն Բայրամովի գրասենյակը ուղարկել էր պատասխան մերի, որ 32 բնակավայրի, եթե չեմ սխալվում, մոռացեք այդ 32 բնակավայրերի մասին, արդյոք ադրբեջանական կողմը պատրաստվում է որևէ մի հայկական տարածք հետ վերադարձնել եւ այս ուղղությամբ առհասարակ ինչ կա։ Պարոն Դանիելյան, դուք պատմության համար արձանագրենք, որ ես արհամարհական վերաբերմունք չունեմ առաջին հանրապետության նկատմամբ եւ իմ նախորդ խոսքերի որևէ դրվագով հիմք չեմ տվել այդպիսի եզրակացություն անել։ Ես ուրիշ բանից եմ խոսել եմ այդ շրջանում, բայց ձերոնց կողմից ստորագրված պայմանագրերից Վերոնք էլ են, բայց ձեր կուսակցությունից էին, իմ կուսակցությունից չէին։ Այ ես ձերոնց ավելի եմ համարում իմոնց, քան դուք։ Ես կարող եմ հիմա բացատրել։ Նայեք, շատ պարզա եւ բան, այս իմ եւ Տիկին Վարդյանի քննարկած հաճախակի թեմաներից է, բայց շատ հետաքրքիր թեմա է։ Այդ մարդիկ ցեղասպանություն անցնելով, հա, այդ հանրապետություն ունենալով, սկսելով 12000-ից, հետո ուրիշ ճանաչում, հետո վերջ ինչքան արևելքից ուրիշ պատերազմ, հարավից ուրիշ պարզա։ Ոչ մի պետականություն չէ աշխատում։ Ուզում եք եկեք նստեք, ես գնամ։ Պարոն Դանիելյան, չիլնի։ Եվ ահա, լավ, բայց իսկապես էլի լուրջ թեմա է, այս ձեզ էլ պետք է որ հետաքրքրի, շատ էլ չջրիկացնենք։ Նայեք, այդ մարդիկ առաջի հանրապետության հայրերը անցնելով այդ արհավիրքների, այդ անմարդկային փորձությունների միջով վերջ ինչ որ եզրակացությունների էին եկել եւ կոնկրետ լուծումների էին եկել։ Դուք կարող եք դա տեսնել եւ հայտնի ուրեմն ժամանակի անվանի դաշնակցական գործիչների գրվածքներում եւ այդ ժամանակների ուրեմն փաստաթղթերում
այդ մարդիկ նենց ոնց որ մենք այսօր փորձում էին հասնել Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության։ Հիմա մեծ հարց է, դուք եք իրանց համենայն դեպս վերջի շրջանի ուրեմն գաղափարների կրող, թե մենք ենք ավելի մոտ է դրան։ Եկեք այս իսկապես պատմագիտական, բայց մի քիչ քաղաքագիտական, ուրեմն կամ քաղաքական մտքի վերլուծության տեսանկյունից շատ հետաքրքիր բան է։ Ես կառաջարկեի, եթե չգիտեմ, ուսանողներ կամ հետազոտողներ կան, որ այս թեմանով հետաքրքրում են, մի հատ նայեն, էլի։ Իրոք հիմի այսօրվա ԿՊՆ-ը իր գաղափարներով ավելի մոտ այդ օրերի դաշնակցությանը, թե դուք։ Բոլշևիկներին ոնց տվեցիք իշխանությունը բոլշևիկներին։ Հիմա էլ նույն բանն եք, հիմա ուզում եք դուք անեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։